ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ գաղտնալսումներ հրապարակեց եւ որոնք առնչվում էին ընդդիմության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքերին։ Նախ այդ գործընթացը շարունակվում է թե չէ, նոր ձայնագրություններ լինելու են թե ոչ, եւ հարց է առաջանում, ասում են բանը գործը թողած հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիների զանգերը լսում է եւ այդպես է պարզում ովքեր են ենթադրյալ ընտրակաշառքից խոսում, ինչպես է այդ մարդկանց ֆիլտրում է եղել։ Նախ տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշվում է թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում, եւ դրա համար, եթե թույլ տաք շարունակեմ, ձեր պատասխանը կստանաք։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանա։ Եվ մի շարք դեպքերում այդ թվում նաև հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառման, արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում առաջին այցանի դատարան, դատարանը քննարկում է այդ միջնորդությունը եւ եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Սա ամբողջական process է, որպեսզի պատկերացում կազմեն։ Եվ կներեք այն ուժերին, որոնց վերագրվում է հայ ձայնագրությունները, նրանց առաջնորդները որևէ կարգավիճակ ունեն, որևէ կերպ իրենց հարցաքննության կանչելու կամ ընդհանրապես իրենք ներգրավված են այդ գործերում, թե ոչ։ Օրինակ ուժեղ Հայաստանի հետ կապված կներեք բազմաթիվ ձայնագրություններ հրապարակվել, Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են, թե ոչ։ Տեսեք, դա ըստ էության առանձին քերական բարույթներով պատասխանելու հարց է, մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քերական բարույթը եւ տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք այդ բարույթով։ Եթե մենք ունենք ապացույցներ որևէ X քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա բնականաբար այդ մասով կսկսվեն քերաիրավական գործընթացներ եւ կգնան քերական հետապնդումների եւ ես այս պահին չեմ կարող ձեր հարցադրման պատասխանել, քանի որ քերական բարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում եւ մենք գործ ունենք նախնական քննության գաղտնիության հրապարակման հետ եւ հետեւաբար եթե առաջիկայում process-ներ սկսեն, բնականաբար մինչ այս պահը մենք աշխատել ենք թափանցիկ, բարբերաբար մամլո հաղորդագրություններ եւ հաշվետվություն ենք ներկայացրել հանրությանը մեր Facebook-յան կայքի միջոցով եւ առաջիկայում եւս եթե ունենանք նոր զարգացումներ, հանրությունը բարբերաբար դրա մասին կիրազեկվի։ Պարոն Հապետյան, բայց հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հարց չի առաջանում երբեմն նաեւ Հայաստանի քաղաքացիներին հայհոյանքներով ուղեկցվող խոսացողներում փողերն են բաժանում, դրա հետքերով գնում եք թե ոչ։ Բնականաբար ցանկացած քերական բարույթով քննության առարկա է դառնալու նաեւ այն հարցը, թե այդ ֆինանսավորումը որտեղից է ստացվել եւ այդ ուղղությամբ մենք ունենք մի շարք գործողություններ, որոնք կատարել ենք եւ շարունակում ենք կատարել եւ հուսամ մենք այս մասով եւս կունենանք նոր բացահայտումներ եւ նոր տվյալներ, որոնք կհանրայնացվեն։ Պարոն Նահապետյան, ընտրական process-ի ընթացքում բազմաթիվ ահազանգեր հնչեցրին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ Արման Թաթոյանն էր ձայնագրություններ հրապարակում, որտեղ քաղաքացիներին հանրահավաքի եւ այլնի մասնակցության կոչեր էր արվում եւ այլն, եւ ինքը պնդում էր, որ այնտեղ հարկադրանքի տարեր կան։ Արդյոք ուսումնասիրվել են այս ահազանգերը, եթե ուսումնասիրվել են, ինչ եք պարզել։ Ես ձեզ խնդրում եմ, որ նկատի ունենաք հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է միայն կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների բացահայտման եւ քննությամբ։
ձեր նշած դեպքը ըստ էության չի համարում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն։ Ես կարող եմ թվարկել, թե որոնք են այդ հանցագործությունները, որոնցով զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, դա ընտրակաշարք տալ, ստանալ, ընտրակաշարքի միջնորդություն, բարեգործության արգելքի խախտման դեպքեր եւ վարչական ռեսուրսի հետ կապված, կիրառման հետ կապված պատասխանատվության միջոցները նախատեսված են վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ որոշակի քրեաիրավական արձագանքի հետ կապված դա արդեն քննչական կոմիտեի իրավասության տիրույթում։ Ժողովուրդ չեմ լսում, խնդրում։ Անվանորյա ռեժիմով այդ բացահայտումները ընտրակաշարքների վերաբերյալ հենց նույն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում։ Իսկ եղել է դեպք օրինակ դիմեն, որպեսզի իրենք իրենց էքսպերտիզան անցկացնեն եւ օրինակ ճիշտ չլինի։ Այդպիսի դեպք եղել է։ Ես ընդհանրական ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ունենք շուրջ 115 քրեական վարույթ նախորդ օրվա դրությամբ եմ ասում, քանի որ ամեն օր այդ վարույթները ավելանում են։ Մենք ունենք 115 քրեական վարույթ, այդ 115 քրեական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք եւ որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերկած լինի եւ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ, որևէ վարույթով մենք չունենք։ Մոնտաժված է, իրենց խոսքը, այդպեսի բան չեն ասել։ Կոնտեքստից կտրված մոնտաժված է։ Հա, մոնտաժված է իրենց խոսքը։ Մոնտաժված ասելով ի՞նչ նկատի ունենք, մի բառ վերցրել եք, կպցրել եք մի բառը մոնտաժ։ Ասենք ասել է պարտքով եւ ասել է ընտրություններ բերե հավաքել եք, դա է մոնտաժված։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի, այսինքն հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն տվյալները պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին եւ խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշարքին։ Այսինքն մենք այդ ամեն ինչը ներողություն եմ խնդրում, մենք այդ ամեն ինչը վաղը միսօր բնականաբար ներկայացրել ենք նաև դատարան։ Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ, 14 քրեական վարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Եվ վաղը միսօր դուք մեր հանրությունը գնալու են դատարանում եւ անձամբ ցանոթանան այդ ձայնագրությունների բովանդակությունը։ Հասկացաք, ինչ ժամանակամիջոցում է ձայնագրությունները հայտնվել ձեր ձեռքին եւ ինչու է միայն վերջին նախընտրական քարոզարշավի շրջանում դրանք արդյոք միայն այդ ժամանակաշրջանում եք դուք բացել։ Այդ ժամանակ տեմպ ստացավ այդ։ Շատ լավ, պատասխանեմ ձեր հարցին։ Մենք իմ հրամանով ստեղծել ենք օպերատիվ շտաբ, եւ օպերատիվ շտաբի մասին Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական էջում նաև նշված է, թե երբ է ստեղծվել, եթե չեմ սխալվում, դեռևս փետրվար ամսին, բայց օպերատիվ աշխատանքը իրենից ենթադրում է բազմատեսակ միջոցառումների, նաև տևական ժամանակ կատարվող միջոցառումների արդյունք։ Այս ձայնագրությունները, որոնք դուք հիմա լսում եք, դրանք կատարվել են մի դեպքում 1 ամիս առաջ, մյուս դեպքում 1 օր առաջ կամ մի քանի ամիս առաջ եւ դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը երբ է դրանք հրապարակում, երբ որ արդեն իրականացնում է բացահայտ գործողություններ, այսինքն եթե մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ մարմին գործել է գաղտնի որևէ արտահոսքը բացառելու համար, որ որևէ անձ որևէ տեղեկություն չունենա, այն պահից սկսած երբ արդեն իրականացնում են բացահայտ գործողություններ, այսինքն իրականացնում են խուզարկություն, իրականացնում են հարցաքննություններ, դրանք արդեն հայտնի են այն շրջանակին, ովքեր ներգրավված են այդ վարույթի մեջ։ Այդ փուլից սկսած նոր հրապարակում է իրականացում ու մանրամասն ձայնագրությունները այդ դաժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվել է թե ոչ, որովհետև տևական ժամանակ է խոսում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են իրականացվում, որպեսզի նրանք դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ գնան հավաքների մասնակցեն եւ տարբեր կասկածանքներ կա նաեւ իշխող թիմի նկատմամբ։ Արդյոք այդ գաղտնալսումները ներիրես նկատմամբ ասում որ լսեք, գիտեք ինչ էր կբացառ։ Հարգելի լրագրող, ես ձեր հարցին արդեն մեր նախորդ հարցադրման շրջանակներում պատասխանեցի, որ վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների մեջ։ Ձեր մյուս հարցադրմանն էլ եմ ըստ էության պատասխանել այն շրջանակում, որ մեր գաղտնալսման հիմքը դա օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն քաղաքացին կամ այս կամ այն ուժը բաժանում է ընտրակաշարք կամ ստանում է որևէ քաղաքացի ընտրակաշարք, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում են Սափյանին լսել եք, շատ կներեք, որովհետև օպերատիվ տեղեկություններ ստացել են։